Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ակտիվորեն քննարկվում է Ազիզյաններ սիթկոմից հայտնի դարձած դերասանուհի Մարի Պետրոսյանի անձնական կյանքը։ Վերջինս անակնկալ կերպով հանդես եկավ տեսանյութով և պատմեց այն դաժան բռնությունների մասին, որին ենթարկվել էր ամուսնության ընթացքում։ Այս պահին Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորված է։ Մարին այս ընթացքում մասնակցեց մի շարք հաղորդումների, այդպիսով յուրաքանչյուր հաղորդման ընթացքում խոսեց իր անձնական կյանքում տեղի ունեցած վատ և դաժան օրերի մասին։ Այսօր հանդես է եկել Մարի Պետրոսյանի ամուսնու Գևորգի փաստաբանը հայտարարությամբ, նշելով, որ իրենք ևս հայցով դիմել են ընդդեմ Մարի Պետրոսյանին։ Բանն այն է, որ Գևորգի մոտ առկա են եղել ևս բռնության հետքեր։ Ինչպես Մարի Պետրոսյանի ամուսնու փաստաբանն է պատմում, նա ցանկացել է ներկայացնել այս ցավալի դեպքի հակառակ կողմը։ Մարի Պետրոսյանի ամուսնու փաստաբանի խոսքով, Մարիի ամուսինը կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է, նա ցանկացել է ստուգել կնոջ հեռախոսը, ինչը հիստերիայի ալիք է բարձրացրել Մարիի մոտ։ Նա վիճել է, վերցրել հեռախոսը և դեմ գնացել այն փաստին, որ ամուսինը կարող է ստուգել իր հեռախոսը։ Այսպիսով ամուսինների միջև վեճ է տեղի ունեցել։ Մարի Պետրոսյանի ամուսինն ասել է, որ ինքը պատրաստ է այս պահին կանչել ոստիկանություն և ոստիկանները ստուգեն հեռախոսը Մարիի, և այդպիսով ինքը կարող է ապացուցել, որ կինն իրեն դավաճանում է, սակայն Մարի Պետրոսյանը դեմ է գնացել այդ քայլին, վերցրել է հեռախոսն ու տնից հեռացել է։ Այսպիսով այս ամենից կարելի է ենթադրել, որ Մարի Պետրոսյանի անձնական կյանքում ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես դերասանուհին է այս կամ այն հաղորդման ժամանակ հուզիչ կերպով արձանագրում։ Մարիի ամուսնու փաստաբանը նշել է, որ ամուսինը պարբերաբար կասկածել է կնոջը դավաճանության մեջ, իսկ տվյալ ծեծերն ու տվյալ բռնությունները այդպիսի կասկածների արդյունքն են։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել, դժվար է ասել, մեզ մնում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և առաջինը ներկայացնել մեր հետևորդներին։ Նշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք Մարի Պետրոսյանը հայտնի դարձավ Ազիզյանները սիթկոմում նկարահանվելով և ամուսնությունից երեխա ունենալուց հետո նրա մասին որևէ տեղեկություն չկար։ Վերջինս թողել էր իր կարիերան և նվիրել իրեն իր ընտանիքին։ Օրերս նա մի քանի հարցազրույցներով է հանդես եկել, դե իսկ վերջին հարցազրույցը Ամալիայի մոտ էր։ Նա խոսել է իր ամուսնական տարիների բռնության ենթարկվելու մասին, նշելով, որ եղել է այնպիսի օրեր, երբ իրեն մազերից քարշ տալով տուն են տարել։ Բանալիների խուրձով խփել են Մարի Պետրոսյանի դեմքին։ Մարիի խոսքով ինքն այնպիսի դաժան օրեր է ապրել, այնքան շատ ցավ է տեսել, որ արդեն ցավն իրեն չէր անհանգստացնում։ Դերասանուհին պատմում է, որ ստացած ցավերն այնքան ուժեղ էին, որ իր համար սովորական էին դարձել։ Ինչպես ինքն է նշում, եղել է երբեմն, որ դեմքից արյուն է եկել, սակայն ինքը չի նկատել, որովհետև այդչափ սառել է ամեն բան։ Մարի Պետրոսյանն իր հարցազրույցում նշել է, որ ամեն բան արել է, որպեսզի փրկի իր ընտանիքը, քանի որ ինքն ապրել է կիսատ ընտանիքում, ինքն ապրել է իր հայրիկի հետ, իսկ մայրը ապրել է իր քրոջ հետ։ Նա չի ցանկացել, որ իր ընտանիքը ևս այդ վիճակում լինի, սակայն երկարատև ճնշումների ենթարկվելուց հետո հասկացել է, որ կամ պետք է ապրի, կամ պետք է մահանա, որովհետև այդպես ապրել այլևս անհնար է։ Հարցազրույցի ընթացքում Մարի Պետրոսյանը նաև խոստովանել է, որ իր ամուսնու հայրը պաշտոնյա է։ Ներկայացնում ենք բացառիկ լուսանկարներ, որտեղ Մարի Պետրոսյանի ամուսնու հայրն է և մայրը։ Նշենք նաև, որ Մարիի ամուսնու հայրը տարիներ առաջ մահացել է։ Ինչպես շատերն են նշում, եթե նրա հայրը ողջ լիներ, միգուցե ամեն բան այսքան վատ ավարտ չունենար։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել ենք, որ Ասեկոսեի բացարձակ արժեք հաղորդման հյուրը դերասանուհի Մարի Պետրոսյանն է։ Գաղտնիք չէ, որ Մարին վերջին շրջանում հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ բռնության է ենթարկվել ամուսնության ընթացքում, նա հրապարակումներ էր արել, ցույց տալով իր մարմնի կապտուկները, որոնք հասցրել էր ամուսինը։ Այս պահին ամուսինը կրում է իր պատիժը։ Հաղորդման ընթացքում Մարին խոսել է ամուսնական տարիների մասին, նախ նշելով, որ սիրելով է ամուսնացել, ապա նաև հաղորդավարուհու այն հարցին, արդյոք ամուսինը եղել է
թմրամոլ, օգտագործել է ալկոհոլ, խաղամոլ, Մարին դրական պատասխան է տվել դրանց։ Հավելենք նաև, որ Մարին եւ նախկին ամուսինը համատեղ կյանքում ունեցել են 3 երեխա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք Մարի Պետրոսյանը հայտնի դարձավ Ազիզյանները սիթքոմից։ Նա Ազիզյանները սիթքոմում հենց Մարին էր։ Վերջինս շատ էր սիրվել հանրության կողմից, սակայն եկավ շրջան, երբ նա դադարեցրեց իր դերասանական գործունեությունը եւ նվիրեց ինքն իր ընտանիքին։ Հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնացել է, երեխաներ է ունեցել եւ այդպես շարունակ։ Այս ընթացքում դերասանուհին Instagram-յան եւ Facebook-յան հարթակներում որպես այդպիսին пассив էր։ Նա հրապարակումներ էր անում միայն իր երեխաների մասնակցությամբ, այդպիսով ցույց տալով ու նշելով, որ ինքն իրեն նվիրել է ընտանիքին։ Օրերս հայտնի դարձավ, որ դերասանուհին իր ամուսնական կյանքում բազմիցս բռնության է ենթարկվել։ Նա կիսվել էր հրապարակումով նշելով, որ պետք է մարդը սիրի ինքն իրեն եւ խորհուրդ էր տվել մարդկանց սիրել եւ հարգել առաջինը սեփական անձին։ Մարիի այս հրապարակումից հետո ողջ մամուլը քննադատում էր նրա ամուսնուն, գովերգում էր Մարիի այս հանրայնացնելու քայլը, նշելով, որ պետք է Մարիի այս քայլը օրինակ լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ներընտանեկան կյանքում բռնության են ենթարկվում։ Մարդիկ ոգևորում էին Մարիին, նշելով, որ ճիշտ քայլի է դիմել, քաջալերում էին, ինչպես նաև նշում, որ իր կյանքի վատ փուլը արդեն իսկ փակված է։ Շատերը փորձում էին հետաքրքրվել, թե ով է Մարիի ամուսինը։ Տարիներ առաջ դերասանուհին արտազրույցներից մեկում միայն նշել էր, որ իր ամուսինն իրենից տարիքով մեծ է եւ այլ մանրամասներ չէր հայտնել։ Իսկ այն հարցին, թե ինչու չի խոսել տարիներ առաջ իր ամուսնության, իր հարաբերությունների մասին, Մարին նշել էր, իսկ ինչու պետք է խոսեի, սակայն այսօր դերասանուհին արդեն որոշել է իր անձնական կյանքի տարբեր դրվագներ հանրային դարձնել։ Live 24 News-ը կարողացավ գտնել Մարիի ամուսնու Facebook-յան էջը, որտեղ վերջինս մի քանի հրապարակումներով ակնարկում էր դերասանուհուն։ Նրա հրապարակումներից երևում է, որ ներանձնական խնդիր է եղել իրենց միջև։ Նա իր խոսքում հայհոյանքներ էր գրել, մարմնավաճառ էր փորձել անվանել դերասանուհուն։ Միայն մի բանի համար եմ շատ ափսոսում, որ թանկարժեք վերաբերմունք եմ տվել էժանագին մարդկանց։ Ամեն մարդու սրտի չափ թող Աստված իրեն տա, ով ում ինչ է ցանկանում, կրկնապատիկը թող ստանա։ Երբեք քեզ մի ցածրացրու այն մարդու առաջ, ով քեզ չի հարգում։ Սերը լավ բան է, բայց սիրելուց առավել կա ինքնասիրություն, որ չի կարելի գցել ոտքի տակ։ Այսպիսի հրապարակումներով է կիսվել Մարիի նախկին ամուսինը Facebook-յան իր էջում։ Թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու է զույգը բաժանվել, ինչու է ամուսինը նման քայլի դիմել, վնասելով իր երեխաների մորը, դժվար է ասել։ Սակայն պարզից էլ պարզ է, որ մի քանի օրյա հրապարակումները ավարտվել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը ձերբակալել է դերասանուհու ամուսնուն։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք Մարին տարածելով կայքերի հրապարակումները գրել է. ոստիկանության ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց, հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը, բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն եւ ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ ապահով ու խաղաղ միջավայրում, գրել է Մարին, այդպիսով նշելով, որ այս պահին իր կյանքում ամեն բան լավ է։ Նշենք նաև, որ ավելի վաղ դերասանուհին գրել էր հարգեք ու սիրեք ինքներդ ձեզ, ցույց տալով մարմնի վրա բռնության հետքերը։ Նա նաև հայտնել էր ամուսնալուծության մասին։ Հավելենք նաև, որ Հայաստանում վերջին շրջանում բռնությունն ու նման դեպքերը բազմաթիվ են։ Հայ հանրությունը շատ անգամ ականատես է լինում այնպիսի դեպքերի, որոնք տարիներ առաջ անգամ սարսափելի էր կինոներում տեսնելը։